Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, բարև ձեզ Տիկին Գևորգյան։ Բարև ձեզ պարոն Սարդարյան։ Տիկին Գևորգյան, 2025 թվականի հունվար-մայիսին դա կոմիտեի տրամադրած տվյալներն են պաշտոնապես հրապարակված, Հայաստան է ժամանել 691,882 զբոսաշրջիկ, ինչը 73,500-ով ավելի պակաս է, քան նախորդ տարվա այդ նույն ժամանակահատվածում, 73,500-ը սկզբունքորեն մեծ թիվ չի, բայց մտահոգիչ ցուցանիշ է այն իմաստով, որ միգուցե եւ նվազման միտում կա, ինչով է պայմանավորված այդ նվազումը։ Հիմնականում առողջի բաժինը մեր զբոսաշրջիկների պատմականորեն Ռուսաստանի Դաշնությունից եկող զբոսաշրջիկներն են եւ կապված աշխարհաքաղաքական հայտնի իրադարձություններով վերջին 2 տարվա ընթացքում շատ մեծ հոսք ունեցանք զբոսաշրջիկների, ինչ եմ ասում զբոսաշրջիկների, որովհետև մեր օրենսդրությամբ 1 օր եւ ավելի գիշերակաց ապահովված ուղևորը դառնում է մեզ համար զբոսաշրջիկ։ Իսկ մենք գիտենք, որ այդ 100,000-ավոր աճը ռուսական շուկայից զբոսաշրջիկների, դա ոչ այնքան զբոսաշրջիկներն էին, որքան այսպես կոչված ռելոկանտներն էին, այն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն, որոնք տեղափոխվեցին Հայաստան բնակվելու կամ որպես Հայաստանը տրանզիտային երկիր, նրանց համար հանդիսացավ այլ երկրներ տեղափոխվելու համար։ Հիմա այս միտումը գնալով նվազեց եւ մենք ունենք արդեն իրական արդյունք, այսինքն մոտենում ենք իրական թվին։ Այո, տեսնում ենք ոչ թե Հայաստան եկած մեծ քանակի եւ աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված մարդկանց, այլ տեսնում ենք մարդկանց, որոնք գալիս են Հայաստան իրականում զբոսաշրջության համար, սակայն այդ թվի մեջ նաև ներառված են դեռ Հայաստանը որպես տրանզիտային գոտի օգտագործող եւ մեր սահմանային անցակետերով դեպի այլ երկրներ տեղափոխվող քաղաքացիները։ Սրանով է պայմանավորված, սակայն հենց երեք մենք մի այսպես ասած թվային վարժություն էինք անում, ուզում էինք հասկանալ վերջին կես տարվա ընթացքում որ երկրներից են քիչ եկել եւ որ երկրներից շատ, որովհետեւ մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, գնում ենք էքսպոների, մարքեթինգային արշավներ ենք անում, գումար ենք ծախսում մեդիայում եւ այլն։ Մենք հասկացանք, որ թեև փոքրիկ, բայց տեղաշարժ ունենք, այսինքն մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկը նվազել է, եվրոպական մեր թիրախավորած երկրներից Գերմանիայից, Ֆրանսիայից եւ արաբական թիրախավորված երկրներից եկող զբոսաշրջիկների թիվը աճել է։ Այսինքն ինչի մասին մենք խոսում ենք արդեն մի կես տարի, որ փորձում ենք շուկան դիվերսիֆիկացնել, դա կարծես թե դառնում է իրականություն։ Հիմա տեսեք, բայց Ռուսաստանից, քանի որ ավանդականորեն դուք էլ ընդգծեցիք, որ ավանդականորեն ամենամեծ հոսքն է ապահովում Ռուսաստանի Դաշնությունը զբոսաշրջիկների։ Տեսեք, անցած տարի այս կես տարվա ընթացքում Հայաստանը եկել 256,367 զբոսաշրջիկ Ռուսաստանի Դաշնությունից, լավ, դրանց մի մասին համարենք ռելոկանտներ, չնայած ես ինքս այդ բառը չեմ սիրում, ինչի, որովհետև ինքը սկզբունքորեն սխալ բառ է, այն իմաստով, որտեղ ռելոկանտ մարդ կարող է լինել, երբ Մոսկվայից տեղափոխվում է Պերմ, օրինակ, կամ Նավառոսիիսկ, բայց երբ գալիս է այլ երկիր, ինքը ռելոկանտ համարվել չի կարող։ Լավագույն դեպքում զբոսաշրջիկ, վատագույն դեպքում փախստական, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Հիմա տեսեք, բավական լուրջ անհարմարություններ էին ստեղծվել ռուս զբոսաշրջիկների համար, քանի որ հայաստանյան բանկերը դադարեցին աշխատել ՄԻՌ վճարային քարտերի հետ, օբյեկտիվ պատճառներով պատժամիջոցներ, միջազգային պատժամիջոցներ, հիմա այդ խնդիրը ինչ որ լուծելու միջանկյալ թեկուզ տարբերակ գտնվեց, թե պետք է հույսները դնեն այն հին ու բարի կանխիկի վրա։ Չէ, գտնվել է, որոշ բանկեր սկսել են սպասարկել ՄԻՌ քարտեր, ասեմ ավելին, որոշ բանկեր էլ մտածել են այլ լուծումներ, օրինակ QR-ներով վճարելու հնարավորություն են ստեղծում, համագործակցելով ռուսական կողմի հետ եւ վճարման մեթոդը կա, արդեն ներդրվել է, չնայած որ ամենաշատը հատկապես մարզերում իհարկե կիրառվում է կանխիկ վճարման մեթոդը։ Իսկ բաշխվածությունը տուրիստների ինչպիսին է, այսինքն տուրիստները գալիս են հիմնականում կենտրոնանում են Երևանում,
ծրվում են Հայաստանով, եթե Հայաստանով են ծրվում, ապա որ ուղղություններն են ավելի, այսպես պոպուլյար ասեմ։ Մեր հիմնական զբոսաշրջային պոպուլյար առաջնային կամ ուղղություններ, ոնց ուզում ենք անուն դնենք, դա գաստրոնոմիկն են, պատմամշակութայինը եւ արկածայինը։ Այստեղից արդեն հասկացաք, թե ով ուր է գնում։ Արկածային զբոսաշրջության համար գալիս են եւ ռուսական եւ եվրոպական շուկայի զբոսաշրջիկները, գալիս են իրենց ուսապարկերով եւ դրանք միջև 40 տարեկան զբոսաշրջիկներն են հիմնականում, գնում են քայլարշավերի, արկածային туриզմի, ջիփինգի եւ այլն, գնում են մարզեր։ Պատմամշակութայինով հետաքրքրված զբոսաշրջիկի տարիքը մի քիչ ավելի բարձր է, դրանք ավտոբուսներով շրջագայող, գիդերի ուղեկցությամբ եւ այլն, այսպես նորից հիմնականում գնում են մարզեր, բայց հիմնական գաստրոնոմիական ծառայությունները նաեւ ստանում են Երևանում։ Եվ դե մեր գաստրոնոմիկ հրավառությունը, որը մենք այդքան հայտնի ենք, մեր հյուրընկալությունը եւ հյուրասիրությունը, հիմնական այսպես ասած luxury segment-ը կենտրոնացած է իհարկե Երևանում եւ այստեղ հիմնական նաեւ մեծ աճ ունենք արաբական աշխարհից եկող զբոսաշրջիկների մասով, որոնք նախընտրում են ապրել ավելի բարձրարժեք, բարձրակարգ հյուրանոցներում, օգտվել բարձրակարգ տուրիստական պրոդուկտներից, ինչպիսիք է օրինակ ուղաթիռներով, ճանապարհորդությունները եւ այլն, եւ այսպես բաշխվում է, չնայած որ ասեմ, իհարկե, էլի բաժանելով համամասնությունների մեջ Երևանը գտնվում է շահեկան դիրքում, որովհետև օրինակ անցած շաբաթ Երևանում անցան Երևանի գինու օրերը, որի համար 100,000-ավոր զբոսաշրջիկներ գալիս են Հայաստան։ 100,000 թիվը, քանի որ հնչեցրեցիք, արկածային туриզմի մասին դեռ խոսենք, 100,000 թիվը օրինակ այն թվային տվյալները, որ դուք հրապարակել եք, այդտեղ իմ աչքը ծակեց, լավ իմաստով եմ, բայց այս անգամ ասում, որ Վրաստանից 100,000-ից ավել զբոսաշրջիկ էր եկել կես տարվա ընթացքում Հայաստան, ինքը մի քիչ անսովոր ցուցանիշ է, որտեղ վրացիները ավանդաբար այնքան էլ չեն սիրում գնալ հարևան երկրներ։ Մենք այդ ուղղությամբ հարևան նկատում եմ այս կողմ առնվազն էլի, եթե խոսքը չի վերաբերում Թուրքիային կամ ասենք Վրաստանին, Հայաստանը այդ իմաստով ավանդական ուղղություն Վրաստանում ոչ մի կերպ համարել չի կարելի ու 100,000 արդեն բավական լուրջ ցուցանիշ։ Մենք ես անձամբ շատ լավ ընկերական հարաբերությունների մեջ եմ իմ գործընկերոջ հետ, Վրաստանի туриզմի գործակալության ղեկավարի Մայա Օմիաձեի հետ, որի հետ հանդիպում ենք տարբեր միջոցառումների միջազգային շրջանակներում եւ զբոսաշրջության կոմիտեն իր էջով մեր զբոսաշրջային օպերատորներ, տուրօպերատորները իրենց ռեսուրսներով հիմա աշխատում ենք վրացական շուկային ներկայացնելու Հայաստանը։ Հավատացեք, այնքան լավ, որքան մենք տեղեկացված ենք Վրաստանից, Թբիլիսիից եւ ծովային իրենց լողափերից, այդքան վատ մեր հարևանները տեղեկացված են Հայաստանից։ Անկամ դեսպանությունում աշխատող մեր գործընկերները, որոնք նշանակվում են գալիս են Հայաստան առաջին անգամ իրենց կյանքում եւ այստեղ մեծ աշխատանք ունենք տանելու, որը եւ տանում ենք։ Օրինակ օրեր առաջ Հայաստանում անցան երրորդյա Վրաստանի մշակույթի օրերը։ Իհարկե դրանք զուգակցվեցին նաև մեր գինու օրերի հետ, մեր այգիներից մեկում եղավ վրացական գինու օրեր, հաջորդ օրը եղավ վրացական մշակույթի օրեր, մարզահամերգային համալիրում մեծ համերգով հանդես եկան եւ դրանից առաջ նույնպես էլի մշակութային ակտիվ համագործակցություն ունենք։ Այս բոլոր քայլերը միտված են, որպեսզի վրացի զբոսաշրջիկը իր համար բացահայտի Հայաստանը իրականում երբ գալիս են եւ հետո մենք առիթ ենք ունենում նրանց հետ զրուցելու, տպավորված են շատ գնում, սիրահարված են գնում Հայաստանից եւ հիրավի չգիտենք, այսինքն ես գիտեմ պատճառը, բայց չգիտենք ինչու իրենց մոտ Հայաստան գնալը պոպուլյար չի եւ այդ ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում եւ այդ դրական դինամիկան, որը դուք նկատել եք, հենց դրա արդյունքն է։ Խոսենք ներքին туриզմի մասին, զբոսաշրջիկների մի պահ հանգիստ թողնենք։ Տեսեք, ներքին туриզմի հետ կապված մենք ունենք ավանդական լրջագույն խնդիր, դա գներն են։
Հյուրանոցների, հյուրատների, այսպես կարելի է շարունակել։ Ես գիտեմ, որ կոմիտեն չունի որևէ գործառույթ այդ գնային քաղաքականության վրա ազդելու, բայց ես գիտեմ կամ ենթադրում եմ, որ որոշակի պարբերականությամբ դուք այդ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում եք, ինչ որ զրույցներ եք ունենում, բացատրական աշխատանքներ եք միգուցե փորձում անել։ Հիմա տեսեք, նայեք 2020 թվականին ներքին туриզմի իմաստով այդպես ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարիներ կապված պանդեմիայի հետ, այսինքն սահմանները փակ եւ այնպես ստացվեց, որ հայաստանցիներից շատերը սկսեցին այդ տարի Հայաստանը իրենց համար հայտնագործել եւ դրանով շատ երջանիկ էին, իմիջիայլոց շատերին գիտեմ, որ ես ինքս հիացած էին Հայաստանով, մենք չգիտեինք ինչ երկրում ենք ապրում։ Հիմա այդ սահմանափակումները չկան, բայց մարդիկ չեն կարողանում գնալ ինչ-որ տեղեր, որովհետև դա սարսափելի թանկ է։ Շատ ավելի էժան է գնալ Թունիս, Եգիպտոս, նույն Վրաստան, բայց ոչ ասենք լավ, այսպես օրինակ բերեմ Ծաղկաձոր ենթադրենք, կամ նույնիսկ Աղավերան։ Ինչու՞։ Շատ դուք պատասխանեցիք ձեր հարցին, ինչպես դպրոցում ես մեր ուսուցիչ ասում էր, պատասխանը փնտրի հարցի մեջ, որովհետև ավանդաբար մենք որպես զբոսաշրջիկ գիտենք հանգստանալու այդ երկու տեղը Ծաղկաձորը եւ Դիլիջանը, որտեղ հենց այդ մրցակցության արդյունքում ձևավորված է ամենաբարձր գինը։ Սակայն մենք մեր բոլոր մարզերում ունենք շատ լավ զբոսաշրջային ծառայություններ մատուցող փոքրիկ հյուրանոցներ, հյուրատներ, որոնք մատուցում են շատ ավելի համեղ սնունդ, շատ ավելի էկոլոգիապես մաքուր եւ շատ ավելի հետաքրքիր զբոսաշրջային ծառայություններ, որոնք ցավոք սրտի հայտնի չեն մեր ներքին զբոսաշրջիկին։ Ուրեմն մենք խնդիր ունենք կամ մարքեթինգի հետ։ Այո, շատ ճիշտ եք նկատում։ Բա ինչ անենք։ Զարգացնենք հզորությունները եւ ունակությունները։ Զբոսաշրջության կոմիտեն մյուս ամսվանից սկսած կսկսի դասընթացներ, մարզային դասընթացներ միտված փոքր միջին բիզնեսին, նրանց հետ հյուրընկալության, ճիշտ սերվիս ծառայություններ մատուցելու, մարքեթինգի ճիշտ դիրքավորման, շատ լավ հյուրատուն է, շատ լավ գինեբակ է կամ գաստրոբակ է, մի քանի հրաշալի սենյակներով, բայց բուքինգում կամ այլ ամրագրման կայքերում չկա։ Անկամ Facebook-յան էջը, որը կա կամ չկա, չի աշխատում, Instagram-ով գովազդ երբեք չի միացնում, այսինքն դիրքավորվելու, իրենց պրոդուկտը վաճառելու մեծագույն խնդիր կա։ Այսինքն փչացած հեռախոսի տարբերակը կարող է աշխատել։ Եթե ես գնացի, այսինքն եթե ես օրինակ չգիտեմ, ուզում եմ գնամ Աշոտսկ, այո, հա, ես սոցիալական կայքերում ժողովուրդ Աշոտսկում ինչ կա, ով գիտի բան եւ այլն, հա, ինչ որ մարդիկ սկսում են գրել, հա, ես այլոց Աշոտսկում 2-3 ֆանտաստիկ հյուրանոց կա, հյուրատուն կա, որ ուղղակի ամառվային օգոստոս հուլիս ամիսների շոքին խորհուրդ եմ տալի գնալ շնչել այդ մաքուր օդը եւ կտրվել իրականությունից։ Նույնը եւ Վայոց ձորում եւ Սյունիքում հատկապես այստեղ մեծ աշխատանք ունենք անելու, որովհետեւ կա պրոդուկտը, բայց դրա մասին տեղեկացված չի։ Իմիջիայլոց մեր դասընթացների վերջին կոմպոնենտը լինելու աղբի վերամշակումը։ Այստեղ նույնպես մեծագույն խնդիր ունենք, գիտեք, աղբի հետ մեր կոնֆլիկտը եւ մարզերում հյուրատները, հյուրանոցները։ Աղբի հետ մենք կոնֆլիկտ չունենք, աղբի հետ կոնֆլիկտ ունի մեր բնությունը։ Այսինքն մեր փնթիության նկատի ունեն։ Մեր համակարգացիների ոչ պատշաճ վերաբերմունքը իրենց իսկ երկրին։ Հա, եւ դրա մասին նույնպես խոսելու ենք մեր հյուրատների ղեկավարության հետ, աշխատակիցների հետ, որ աղբը ճիշտ վերամշակեն եւ նաեւ հասկանան, որ այն ինչ որ իրենք թափում են, շատ հնարավոր է, որ իրենց շատ պետք է։ Տեսեք, մեզ մոտ ենթակառուցվածքների խնդիր կա, ենթակառուցվածքների ինչ իմաստով եմ ասում, եւ այդ ամեն ինչ շատ դանդաղ է տեղի ունենում։ Մենք տասնամյակներ շարունակ խոսում ենք, որ ասենք Գառնիի կամ Գեղարդի տարածքում չկան հասարակական տուալետ։ Տասնամյակներ են տևել այդ տուալետ չկա, հասարակ թվում է թե, չէ՞։ Եվ այսպիսի բազմաթիվ օրինակներ պետք է բերենք։ Ձեր պաշտոնի իմաստով եմ ասում, նախորդները այդ մասին խոսում էին, որ պետք է անել, մենք էլ էինք ասում, իհարկե պետք է անել, ու այդ ամեն ինչ չէր արվում, տենց անընդհատ այդ խնդիրները ժառանգելով գնում էինք, հա գլորվում էինք, ասում էինք մինչև 2020 թիվ, 24 թիվ, 25 թվական, ես չգիտեմ ինչքան խնդիրներ կժառանգեք դուք արդեն ենթադրում եմ, որ ցմահ չեք լինի այս պաշտոնում, հա,
Բայց ինչ պետք է անել, որպեսզի մի քիչ արագացնենք այդ գործընթացները։ Ես երբ դեռ Երևանի ավականու անդամ էի, այս մասին բարձրաձայնում էի բոլոր քաղաքապետերին, իսկ ես տեսել եմ 3-ին, եւ հիմա երբ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում եմ, առաջին նամակներից մեկը, որ գրեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, հենց այդ հարցն էր, զուգարանների հարցը, որովհետեւ հիմնականում առավել այցելվող զբոսաշրջային վայրերում կամ ընդհանրապես չկան, կամ եթե կան բավականին վատ վիճակում են։ Խնդիրը հետեւյալն է, շատ խորքային խնդիր եք բարձրացնում, հողը համայնքային է, որը պետք է տրամադրվի որևէ գործարարին, որը կկառուցի եւ կսպասարկի, կամ համայնքը ինքը պետք է կառուցի եւ պատվիրակի սպասարկման։ Երկու դեպքում էլ ունեն կոնֆլիկտներ, ասեմ ավելին, դաժե անգամ հուզվեցի կներեք, շատ ցավոտ հարց է, անգամ շատ հայտնի զբոսաշրջային վայրերում ամոթալի հարց ունենք կառուցված զուգարան, հենց զբոսաշրջության կոմիտեի կողմից ծրագրերով կառուցված, որը փակա չի աշխատում։ Հենց կոնֆլիկտ կա այդտեղ, համայնք, եկեղեցի, պետություն, այսպեսի մի հարց կա, թե ում հողի վրա է, ով պետք է սպասարկի եւ այլն եւ այլն։ Այդ մի խնդիր եւ երկրորդը էլի ենթակառուցվածքների խնդիր, օրինակը բերեմ Խորվիրապի վրա, ամենաայցելվող մեր զբոսաշրջային վայրերից մեկն է, Խորվիրապը, որ գյուղում որ ինքը գտնվում է, չունի մի հայտնի հյուրանոց կամ հյուրատուն։ Ես այս հարցը ամենտեղ բարձրաձայնում եմ, հասկանում եք, այդքան մարդ երբ այցելում է, շատ հնարավոր է որ սնվելու կարիք ունենան, մեկը հոգնած լինի ուզենա մնա կամ ավտոբուսը գա, ես մի օր անցկացնենք երեկոյան հանգստանանք, հաջորդը շարունակենք նորավանք, ջերմուկ եւ այլն։ Չկա ենթակառուցվածքների խիստ կառավարման խնդիր ունենք, այո, եւ նաեւ այդ համայնքներում նաեւ աշխատանք տանելու, մարդկանց հետ խոսելու, որովհետեւ սովետական միությունից ժառանգած ունեն 2-3 հարկանի մեծ տներ, երեխաները թևեր են առել, թռել գնացել են եւ այդ ամբողջ պոտենցիալը իրենք ունեն այդ 3 հարկերում տեղավորել հյուրերին, առավոտյան շատ համեղ խաշածու եւ լավաշ մատուցել։ Զանգում են զբոսաշրջության կոմիտե, ասում են մենք ունենք սեփական մեծություն, ինչպես կարող եք աջակցել, որ մենք մեր սեփական բիզնեսը սկսենք։ Սկսեք, ազատված է հարկերից այդ ոլորտը, փոքր միկրոձեռնարկատիրություն կարող է հանդիսանալ։ Չէ՞ որ ասենք մարդիկ այն տարբերակը որ դուք ասացիք, ըստ էության նստած են ոսկի երակի վրա, բայց ասում են եկեք մեզ։ Եվ մենակ Խորվիրապը չի, հավատացեք ինձ, այդպիսի շատ հայտնի զբոսավայրեր կան, որոնց հարևանությամբ չկա մեկ անգամ տենց նորմալ հյուրանոց, որտեղ հնարավոր լինի հյուրերին տանել։ Սա հենց ոչ համաչափ զարգացման, տեղեկատվության ոչ մատչելի լինելու արդյունք է, որը նաև կրթության պակաս է, որի մասով մենք աշխատանք ունենք տանելու։ Խոսենք մի ուղղության մասին, որտեղ հյուրանոցներ էլ շատ կան, հյուրատներ էլ շատ կան, Գյումրիի մասին է խոսքը։ Մենք ոչ շատ վաղուց այնտեղ էինք, գործերով մի քանի օր Գյումրիում եմ եղել, խոսել եմ շատերի հետ, այդ թվում նաև հյուրատնային եւ հյուրանոցային բիզնես ունեցողների հետ, մարդիկ բողոքում էին, որ զբոսաշրջիկների քանակի կտրուկ նվազում կա Գյումրիում եւ որքան էլ տարօրինակ է, որ պատճառներից մեկը որպես մատնանշվում էր Երևան-Գյումրի մայրուղու բարեկարգ վիճակը, որովհետեւ ասում են, եթե ժամանակին գալիս էին, ինքը դժվար ճանապարհ էր, գալիս էին դանդաղ, հոգնած, այսինքն գիշերակացով գալիս էին, որտեղ այդ նույն ճանապարհով այդ օրը վերադառնալ պետք չէր։ Հիմա արագ գալիս են, պատտվում են Գյումրիում, գյումրեցիների ասելով պոնչիկ պերաշկի են ուտում մարդը 2 հատ ու էլի վերադառնում են, ասենք Երևան։ Եվ դա էապես ազդել է հյուրատնային բիզնեսի մասնավորապես վրա, մարդիկ կան, որոնք բավական լուրջ ներդրումներ են արել հյուրատուն ստեղծելու համար, հիմա այդ ներդրումները բառացիորեն վառվում են։ Այդ ուղղությամբ ինչ է հնարավոր անել։ Երկու հարց հնչեցրիք, սկսեմ վերջինից ճանապարհից։ Միջ քաղաքային, միջ պետական ճանապարհները չեն կարող վատը լինել։ Այդ ուղղությամբ մենք
շատ գործ ունենք։ Չէ, դե գյումրեցիները իրենց հատուկ տենց բնորոշ հումորով էին այդ մասին բայց հենց Շիրակի մարզում այդպեսի հարց բարձրացրեց հանդիպման ժամանակ զբոսաշրջային սուբյեկտների արփի պահպանվող գոտի արփի լճի տեսվարողը, որը այդտեղ աշխատում եւ գործունեություն իրականացնում եւ որոնք տուրեր են տանում այնտեղ, ասեցի իսկ դուք վստահ եք, որ մենք այդ լիճը, որտեղ էկոլոգիապես մաքուր պահպանված հատուկ պահպանվող տարածք է եւ այլ, մենք ուզում ենք որտեղ լինի լավ ճանապարհ եւ զբոսաշրջիկը շատ արագ հասնի այդտեղ։ Իհարկե ոչ չենք ուզում եւ ուզում ենք այդտեղ հենց ջիպինգը զարգանա, վրաններով գնան եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերվում է Գյումրիին, Գյումրիում զբոսաշրջային հոսքերը ավելացնելու համար զբոսաշրջության կոմիտեն աշխատանքներ է տանում ավիափոխադրողների հետ։ Մենք գիտենք, որ այսօր Զվարթնոց օդանավակայանը աշխատում է օգտագործելով համարյա թե իր բոլոր ռեսուրսները եւ մենք ունենք այլընտրանքային օդանավակայանի խնդիր եւ վերջին շրջանում հատկապես low cost-ների հետ նոր պայմանագրերի ստորագրման արդյունքում ձեռք ենք բերել համաձայնություն, որ թռիչքներից առնվազն 2-ը կիրականացվի Գյումրիից, եթե չիրականացվի, այդ դեպքում մենք իրենց հետ պայմանագրային խնդիրներ կունենանք։ Հանդիպում ենք ունեցել մեր հայկական ավիափոխադրողներից մեկի հետ եւ խնդրել ենք նույն սկզբունքով իր թռիչքներից գոնե 2-ը բերել Գյումրի։ Մենք հասկանում ենք, որ դեպի Ռուսաստան, դեպի եվրոպական երկրներ եւ դեպի Աֆրիկան, մասնավորապես Եգիպտոս թռնող զբոսաշրջիկներին տանել Գյումրիից դա դրական ազդեցություն կունենա Գյումրիի տնտեսության վրա, մասնավորապես ռուս զբոսաշրջիկը գալու շատ հետաքրքիր է բացահայտել գոնե մեկ օրով կա Գյումրի, կամ էլ Հունաստան ունի այդպիսի հաջողված փորձ, կոչվում է Greekend, այսինքն թռնել Հունաստան weekend-ի համար։ Եվ հիմա մենք այս սկզբունքը ուզում ենք Գյումրիում weekend անելու այս բանը մտցնել եւ տարածել, որպեսզի կան զբոսաշրջիկները Գյումրիից թռնելու եւ առնվազն 2 օր անցկացնեն Գյումրիում։ Սա մեր ավիափոխադրողների հետ կատարվող աշխատանքն է եւ երկրորդը ինչը զբոսաշրջության կոմիտեն արել է եւ շարունակում է անել, դա Գյումրին մեր զբոսաշրջային կլաստերներից մեկն է զարգացման, այնտեղ կատարված աշխատանքները ակնառու են եւ շատ, մասնավորապես այդ հին փողոցի քարապատ հատակը, լուսավորությունը, շատրվանները, հին քաղաքի որոշ պատմամշակութային օբյեկտների վերականգնումը, վերանորոգումը եւ այլն, եւ մենք շարունակելու ենք։ Գյումրին հանդիսանում է մեր ամենալավ արագ զարգացող կլաստերներից մեկը, որտեղ մենք շուտով կունենանք հյուրընկալության եւ հյուրասիրության միջազգային դպրոց։ Խոսքը գտնվում է շվեյցարական L'école Lausanne-ի մասին։ Սա աշխարհահռչակ դպրոց է, որտեղ ուսանում են ամենալավ մենեջերները հյուրանոցների եւ այդ վկայականը, որոնք նրանք ստանում են, դա այն գրավականն է, որոնք նրանք ամենալավ հյուրանոցներում աշխատանք են գտնում։ Եվ հիմա L'école Lausanne-ին եկել է Գյումրի։ Եվ Ապրիկոտ հյուրանոցում տեղակայվել է եւ սեպտեմբերի 1-ից կսկսի ընդունելությունը։ Սա հնարավորություն է ոչ միայն հայ ուսանողին, հայ մարդուն սովորելու հյուրընկալության արվեստը, այլ նաեւ մեր հարևան երկրներից, Վրաստանից եւ մյուս Ռուսաստանից, ինչու՞ չէ, Իրանից ակնկալում ենք ուսանողների հոսք, որոնք կգան կապրեն Գյումրիում, որպեսզի կարողանան ուսանեն եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հյուրընկալության դպրոցում։ Այսինքն Գյումրիի ուղղությամբ աշխատանքները շատ են, սկսված են, ընթանում են, արդյունքները կունենանք, կտեսնենք երևի թե հեռանկարում եւ ինչու՞ չէ նաեւ ուզում եմ նշել փառատոները։ Ամենալավը ներքին туриզմի եւ ոչ միայն նաեւ արտաքին հետ կապված աշխատում են փառատոները։ Այս տարի մենք Գյումրիում կունենանք փառատոներ, ինչի նաեւ աջակցում է զբոսաշրջության կոմիտեն, մեր դրամաշնորհային ծրագրերին դիմել են փառատոն Գյումրիից եւ հուսով ենք կկայանա այդ փառատոնը, խոսքը վերաբերում է ջազի փառատոնին եւ այո, իրադարձային туриզմը նաեւ туриզմի խթանման տեսակներից մեկն է, որի ուղղությամբ մենք նույնպես աշխատում ենք։
Իմ կողմից խորհուրդ կտամ Գյումրիում իրականացնել ծառատնկի փառատոն, հաշվի առնելով կանաչապատ տարածքների այնտեղ կատաստրոֆիկ ցածր։ Իհարկե ձեզ չի ուղղված հանդիսատեսին։ Հա։ Շուրջ կես տարի առաջ, երբ դուք այստեղ հյուրանքալվել էիք եւ դեռ նոր էիք նշանակվել զբոսաշրջության կոմիտեի նախագահ, մենք խոսեցինք մի բավական լուրջ խնդրի մասին, խնդիրը վերաբերում էր Գորիսին։ Հայտնի պատճառներով Գորիսը ըստ էության հայտնվել է փակուղային վիճակում, որովհետև եթե ժամանակին դա տարանցիկ նաև քաղաք էր ինչ-որ իմաստով Գորիսը դեպի Կապան գնացող, դեպի Արցախ գնացող, հիմա Գորիսը ներփակված է, այսինքն ինքը եթե տրանսպորտային հանգույց որպես վերցնենք, ինքը փակուղ է, վերջին կետը։ Դա լրջորեն ազդում է Գորիսի ներքին կյանքի վրա, հոգեբանության վրա մարդկանց մասնավորապես, որտեղ իրենք հետ են սովորել դրան, դա բավական նվազեցրել էր մարդկանց հոսքը Գորիս, եւ այնտեղ հյուրանոցներ փակվեցին, հյուրատներ են փակվել, ես գիտեմ, եւ դա բնականաբար ազդում է ոչ միայն մարդկանց հոգեբանության, այլև եկամուտների վրա, եւ Գորիսը լուրջ խնդիրներ ուներ։ Կես տարի առաջ դուք ասացիք, որ մտածում եք այդ ուղղությամբ ինչ կարելի անել, հիմա արդեն երևի կես տարվա կտրվածքով կարելի է որոշակի ամփոփում անել, ինչու է արվել։ Դուք խոսում եք հիմա մեր կլաստերային զարգացման մյուս քաղաքի մասին, Գորիսի մասին, որտեղ նախորդ տարվա ավարտին մենք ունեցանք մի շարք աշխատանքներ իրականացված, դա է 5 քաղաքի արտաքին տեսքի վերականգնումը, տանիքների եւ պատշգամբների փոփոխությունը, այնտեղ ունենք թանգարան, որը կվերանորոգվի Սերո Խանզադյանի թանգարանը։ Նույն աշխատանքները կապված փառատոների հետ անում ենք Գորիսի հետ, Գորիսի փառատոնը, Գորիսում փառատոներ կլինեն, բայց ամենակարևորը, որի մասին ուզում եմ խոսել, դա Ֆրանսիայի կառավարության հետ վերջերս իրականացված եւ ստորագրած Ռոնալդ նահանգի հետ ստորագրած համաձայնագրերն են 6 քույր քաղաքների հետ, այդ թվում նաեւ Գորիսը։ Այսինքն Սյունիքում հենց 2 շաբաթ առաջ ստորագրվեց համաձայնագիր, որոնցով 6 ֆրանսիական քաղաքներ Ռոնալդ նահանգից դարձան Սյունիքի տարբեր քաղաքների քույր քաղաքներ։ Դա ինչ է տալիս։ Մի շատ հետաքրքիր բան ասեմ, Ռոնալդ նահանգի նախագահը նաև իրենց զբոսաշրջության նախագահն է այդ նահանգի, եւ սա շատ հուսադրող էր, երբ մենք ծանոթացանք։ Այո, մարդը իր գործունեության մեծ մասը աշխատել է զբոսաշրջության ոլորտում եւ շատ է կարեւորում այդ ոլորտը։ Եվ մենք իր հետ ձեռք բերեցինք համաձայնագիր, որպեսզի համաձայնություն, դեռևս համաձայնություն, որպեսզի եւ սյունեցիների այցը իրենց քույր քաղաքներ եւ Ֆրանսիայի քաղաքացիների այցը դեպի իրենց քույր քաղաքներ Հայաստան։ Շատ ողջավորիչ ծրագիր է եւ արդեն մենք նամակ ենք հղել նախագահին Ռոնալդի, որպեսզի առաջին փուլով նա մեզ ներկայացնի ֆրանսիացի լրագրողների, ինֆլուենսերների եւ վլոգերների ցանկ, որոնց մենք ուզում ենք հրավիրենք Սյունիք, որոնք կշրջեն այդ քաղաքներով եւ ոչ միայն այն քաղաքներով, որոնք իրենց քույր քաղաքներն են, կհանրահրճակենք, սկսում ենք այդ քաղաքների համար մարքեթինգ անել, այսպես ասած, որպեսզի տվյալ մարդիկ Ռոնալդ նահանգից տեսնեն գրավչությունը Սյունիքի զբոսաշրջային եւ այցելեն։ Դա մեկ։ Երկրորդը մենք ինքներս ենք նախապատրաստվում գնալ Ռոնալդ եւ անել country presentation կամ ինչպես ասում են երկրի ներկայացում, լինելով բոլոր այն քաղաքապետարաններում, որոնց հետ կնքվել են այդ հուշագրերը, հրավիրել իրենց զբոսաշրջային օպերատորներին, մեզ հետ տանել մեր բիզնեսը, B2B հարթակ ստեղծել, որպեսզի մարդիկ փաթեթներ վաճառեն միմյանց միջև։ Այս 2 շաբաթ առաջ ստորագրված հուշագիրը Ֆրանսիայի կառավարության անդամների հետ շատ հուսադրում է ինձ, հատկապես երբ նախագահը ինքը հենց туриզմի նախագահն է, նաև մարզի, այսպիսի հետաքրքիր ծրագրեր ունենք Սյունիքի հետ կապված եւ Գորիս անմաս չի մնա, որովհետեւ հենց բոլոր դելեգացիաները, որ գալիս են,
թերևս ամենաշատ սիրվածը Գորիսն է իր հյուրատներով, իր կոլորիտով եւ մշակույթով, բոլորը ձգտում են դեպի Գորիս։ Այնպես որ պարոն Սարդարյան ամփոփելով այս կես տարվա մեր անելիքները եւ խոստումները, ասեմ, որ բավական ակտիվ է Սյունիքի շուրջ մեր համագործակցությունը եւ միջազգային մակարդակով եւ մեր ներքին զբոսաշրջության կոմիտեի ծրագրերով։ Շնորհակալություն զրույցի համար, հուսամ մենք եւս կես տարուց կհանդիպենք այստեղ, կամփոփենք տարին արդեն, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։